Պարոն Գաբրելյան, 18 թվականից, երբ որ նույն այս խորոված փարթի էիք անում, 8 տարի անցավ եւ ելի նորից փորձում եք նույն ձևով։ Հասկացել եք, որ արդեն այնքան ընկել ձեր ռեյտինգը, որ հիմա այս վերարթնացնում եք 18 թվականի Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրին։ Ինչի մասին է խոսում այս ամենը։ Այսինքն հետաքրքիր է ձեր հարցերը, միշտ հարց եզրակացությունն է միայն։ Չէ, ասում եմ ինչի, դե վերջում էլ հարց եմ տալիս։ Բայց չէ որ սա նաև օրենքով սահմանված օրակ այդ քաղաքացու տոնը, օրենքով սահմանված չի։ Օրենքով սահմանված է, բայց 8 տարվա ընթացքում մենք քիչ ենք տեսել, որ փողոցում էլի խորոված անեք։ 18 թվականից հետո 8 տարվա ընթացքում տարբեր իրավիճակներ կար, չէ՞։ Այս 8 տարվա ընթացքում։ Օրինակ 21 թվին ոչ մի բան չեն կարել, որտեղ տրամաբանական չէր լինի։ 22 թվին չեն կարել, որտեղ որոշակի առումով տրամաբանական չէր լինի։ Ցեղասպանության օրվանից մի օր հետո տրամաբանական է։ Ինչից հետո։ Ցեղասպանության օրվանից մի օր հետո տրամաբանական է։ Բասուկը երբ է հավերժ լինում։ Երբ որ չկա ինչ։ Ավելի խնդրում եմ ձեզ էլի։ Ձեզ քննադատում են այդ հարցում, ասում են ո՞նց է մարդ։ Ո՞վ է քննադատում։ Դուք հանրային կարծիք չեք լսել, որ ո՞նց կարելի է նախորդ օրը ցեղասպանության օրվանից հետո այսպիսի բան կանալ։ Ո՞նց կարելի է այսօրով հարսանիք անել օրինակ։ Եկեղեցիքի այսօրով հարսանիք անում, քիչ մերժում քաղաքացիների։ Չի ասում պսակ չի կարելի անել։ Դա պետական մակարդակով վարչատված բան է։ Անլուշ բան է, էլի անլուշ խոսակցություն է, էլի։ Պարոն Գաբրելյան, եթե ես չեմ սխալվում, դուք բնիկ Երևանցի եք, ճիշտ է։ Չէ, ես բնիկ Բաքվեցի եմ։ Չէ, լավ, այստեղ ծնվել ամեն դեպքում չեք ծնվել, բայց այստեղ եք ձեր գործունեությունը շարունակել։ Դուք քաղաքի կենտրոնում կարծում եք ճիշտ է ամբողջ փողոցը խորովածանոցի վերածել։ Ինչի խորովածանոցի։ Տեսեք, ծուխը հենց հիմա ձեր գլխավերևում է, մեզ չի էլ թողնում հարցադրել։ Ավելի խնդրում եմ ձեզ, էլի։ Նույն ժամանակ կարող ասեք սա գինու օրեր եք անում, սաղին հարբեցող եք դարձնում։ Գինու օրերը ուրիշ։ Գարեջրի օրեր եք անում, սաղին հարբեցող։ Խորովածը հայկական ավանդական ուտեստ չի։ Բայց ավանդական ուտեստն ու։ Ասենք ես զարմանում եմ ձեր հարցադրումների վրա։ Հիմա տոն օրա մարդիկ եկել են, ինչ են խորովածը ուտում, անում են, շփում են իրար հետ, ինչ համար եք դες հարցել տալի։ Չէ, քաղաքի բուն սրտում մենք չենք տեսել։ Ցեղասպանությունից, որ հաջորդ օրը ոնց կարելի է անցակ նրան, որ ոնց կարելի է խորովածանոցի վերածել, սա Հայաստանի խորովածանոցը է, էլի։ Սա Հայաստանի խորովածանոցը։ Խորովածը հայկական ավանդական ուտեստ է։ Հնարավորինս սեփական տուն ունեցող մարդիկ տունը մի հատ մանհալ ունեն։ Հիմա ինչ խորովածանոց է իրանց տունը։ Չէ, դուք ների տարբեր բաներ եք։ Ես տարբեր բաներից չենք խոսում։ Ես խնդրում եմ ձեր հարցադրումներին եւ եզրակացություններին ըստ հարցի։ Ասենք ավելի լուրջ վերաբերվեք։ Հարց եք տալի մեջը եզրակացություն է։ Եզրակացություն չէ, ասում եմ, արդյոք այդպես չի, դուք կարող եք հերքել, հաստատել կամ որը որ խորովածանոց, Ամիրյան փողոց, բայց այդպես չի։ Հիմա ինչ է այդպես չի։ Խորովածանոց չի, խորովածի փառատոն է, տարբեր տեղերից։ Ինչ փառատոն, փառատոն եք արդեն հրճակել խորովածի փարթին։ Փարթին, լավ, այ սխալվեցի, մի բառ սխալվեցի, վայ։ Ոչինչ ուղեցի։ Քաղաքացի օրը եկել ենք այս փողոցը, հա, դարձրել ենք խորովածի փարթի տեղ, ինչ պատահ։ Դուք էլ կարա գնաք օգտվեք, տեսնեք։ Չէ, շնորհակալ եմ, դուք օգտվեք, որտեղ տեսնեք ով ավելի համեղ խորոված պատրաստ։ Դուք օրինակ օգտվել եք, ով է համեղ խորոված։ Չեմ օգտվել, բայց կօգտվեմ։ Բայց այստեղ գինիներ էլ կան եւ այլն, բոլորից օգտվելու եք։ Ինչ կա։ Հարցնում եմ։